Շնորհակալ եմ։ Պարոն Հովհաննիսյան, իհարկե մեր հարաբերությունները ԵՄ հետ ՍԵՊԱ-ի շրջանակից անդին են զարգացել եւ դա շատ ուրախալի է, այլ ավելի լայն ոլորտներ են ներգրաված, այդուհանդերձ նաեւ պարոն Գևորգյանի հարցի տրամաբանության մեջ գնահատման, այսպես ասած, մեթոդը կամ գնահատման հիմքը ՍԵՊԱ-ն է եւ ՍԵՊԱ-ի կիրարկման ընթացքը, որակական գնահատման, KPI-ների մասին ենք խոսում, կատարողականի որակական գնահատման ուրեմն ցուցիչների, մենք գիտենք, որ ՍԵՊԱ-ի կիրարկմանը ԵՄ-ն ունի տարբեր աջակցության ծրագրեր եւ դրանց շրջանակներում ժամանակ առ ժամանակ ՍԵՊԱ-ի ընթացքի կիրարկման ընթացքի վերաբերյալ որոշակի գնահատման մեթոդաբանություններ մշակվում են, հիմա էլ թարմացման գործընթաց է գնում ճանապարհային քարտեզի եւ կան այնտեղ ներառված KPI-ներ որոշակի։ Իմ հարցը այլ է, KPI-ների մասով մենք ինչ որ չափով ախտորոշում արդեն արել ենք խնդիրների եւ ունենք հավաքագրված որոշակի խնդիրներ, որոնք ամեն տարի մենք բարձրաձայնում ենք եւ գիտենք, որ դրանց հիմքում եւ երևի թե խնդիրների ամենաառանցքային մասը կազմում է կարողությունների, մեր ինստիտուտների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, որոնք անմիջականորեն ներգրաված են ՍԵՊԱ-ի կիրարկմանը եւ գիտենք, որ նաեւ Եվրոպական միությունը մեզ մենակ չի թողել այս բարեփոխումների լայն օրակարգը կիրարկելու գործընթացում։ Կան տարբեր ֆինանսական, տեխնիկական, փորձագիտական աջակցության ծրագրեր եւ ունեն կարողությունների բաց։ Ես ուզում եմ հասկանալ, մենք այս խնդիրների ախտորոշման արդյունքում արդյոք բանակցում ենք ԵՄ հետ այդ ֆինանսական, տեխնիկական, փորձագիտական աջակցության մեխանիզմները կատարելագործելու ուղղությամբ, որպեսզի ավելի թիրախային լինի աջակցությունը։ Նույն կարողությունների զարգացման հարցը ես հասկանում եմ, որ դա շատ երկարաժամկետ, ֆունդամենտալ փոփոխություն նաև պահանջող հարց է, բայց կան տարբերակներ։ Այդ թվում նաև քաղցառայողների ուրեմն աշխատանքի պայմանների հետ կապված փոփոխություններ, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն ՍԵՊԱ-ի կիրարկումը հենց այդ միջին եւ ներքևի օղակներում։ Ուզում հասկանալ առարկայական քննարկում եղել է այս մեխանիզմները լավարկելու կամ կատարելագործելու տեսանկյունից, որովհետեւ մենք KPI-ներ ունենք, խնդիրները ախտորոշված են վաղուց, առնվազն ֆունդամենտալ խնդիրները լուծման ուղղությամբ ինչ են կանում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, այո, քննարկում ենք կարողությունների հարցը, վերջի այդ ՍԵՊԱ ռետրիտը հենց հարցերից մեկը դա էր եւ հրավիրվել էր նախկին հանձնակատարը Մեգլենա Կունևան, Բուլղարիայի բանակցողներ անդամակցության եւ դա թեմաներից երևի կարևորագույններից մեկն էր։ Նույնը անում ենք Բրյուսելի հետ այլ ֆորմատներով եւ աջակցության տարբերակներից մեկը դա խորհրդատուների ինստիտուտն է, նշել եմ, որ արդեն ունենք բարձրաստիճան խորհրդատու կառավարությունում Եվրոմիության կողմից, ունենք անդամ երկրներից նաև այդ ինստիտուտը Ֆրանսիայից 5 հատ խորհրդատու կան տարբեր մեր նախարարություններում եւ քննարկումներ կան այլ անդամ երկրների հետ նույնը կիրառելը։ Այստեղ իհարկե պետք է քննարկենք նաև մեր նախարարություններին, ներառյալ արտգործնախարարությունը, համապատասխան կարողությունների ուժեղացումը եւ Եվրոմիության հետ գործընկերության եվրոինտեգրման հարցերով համապատասխան ստորաբաժանումների ստեղծում, ինչպես դա կազգային ժողովում այժմ չեմ կարող ավելի կոնկրետ պատասխան տալ այդ հարցին, բայց այդ հարցը օրակարգային կարևորագույն հարցերից է, դրան անդրադարձ կլինի նաև մեր օրակարգում Եվրոմիության հետ, որը շուտով կստորագրենք, ինչպես հայտնեցի։ Շնորհակալություն։ Ընտրեմ Տիկին Գալուս։ ԵՄ հետ նոր գործընկերության օրակարգի ստորագրման ժամկետներ մոտարապես կարող եք ասել։ Կարծում եմ գալիք ամիսների ընթացքում, ինչպես նշեցի, պատվիրակությունները, բանակցությունները իր ավարտին են հասնում եւ դա պետք է ունենա ամենայն հավանականությամբ Հայաստան Եվրամիություն գործընկերության խորհրդի գալիք նիստի ընթացքում, որը այս պահին հունիսն է քննարկվում, դեռևս ստույգ չէ, ամենայն հավանականությամբ կլինի այդ միջոցառման շրջանակներում։